Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ 1 միլիարդ և բացակայելու արգելք Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 2 զինծառայող է կալանավորվել, ինչ են պատմում համագյուղացիները։ Կալանքը նաև ընտանիքից մեկուսացնելու միջոց կալանավորված ընդդիմադիր գործիչներին թույլ չեն տալիս կապ հաստատել իրենց անչափահաս երեխաների հետ, պաշտպանները ահազանգ են հնչեցնում։ Կքանդվի, թե կպահպանվի Զվարթնոց օդանավակայանի պատմական կլոր շենքը, ճարտարապետներն ահազանգում են, վտանգված է հայկական մոդեռնիզմի խորհրդանիշներից մեկը, իսկ պաշտոնյաները վստահեցնում են, քանդման մասին խոսք չկա, ում վստահել և ինչ է իրականում նախատեսվում Զվարթնոցի համար։ Եվրոպան շնչահեղձ է լինում, Ֆրանսիայում մահերի թիվը հասել է 6000-ի։ Հետընտրական Հայաստանի քաղաքական օրակարգում քրեական վարույթներն ու իրավական գործընթացները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում։ Վերջին շաբաթներին ընդդիմության տարբեր ներկայացուցիչների նկատմամբ նախաձեռնված գործողություններին այժմ ավելացել է ևս մեկ գործ։ Այս անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն է։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվությունն արդեն տրված է, իսկ ազատությունից զրկելու հարցը դարձել է նոր իրավական և քաղաքական վեճի առարկա։ Ինչ դիրքորոշում ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչու է ընդդիմությունը պնդում, որ խախտվել է պատգամավորական անձեռնմխելիության սահմանադրական կարգը և ինչպես են մեկնաբանում այս գործընթացը իշխանությունն ու պաշտպանական կողմը, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Հետընտրական Հայաստանում քրեական նոր գործերի ու վարույթների պակաս չկա, քրեական հերթական գործընթացը կրկին վերաբերում է ընդդիմադիր դաշտին։ Այս անգամ դատախազությունը փորձում է ստանալ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու թույլտվությունը։ Դատախազությունը Նարեկ Կարապետյանի պատգամավորական անձեռնմխելիության հարցով կենտրոնական ընտրական հանձնաժողով էր դիմել արդեն երկրորդ անգամ։ ԿԸՀ-ն վերադարձրել է նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն համաձայնություն է տվել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Այս որոշումից հետո Ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարում է, խնդիրը միայն որոշումը չէ, այլ այն հանգամանքը, որ ԿԸՀ-ն առհասարակ քննարկել է հարցը։ Կուսակցության ներկայացուցիչների եւ պաշտպանական կողմի գնահատմամբ պատգամավորի անձեռնմխելիությանը վերաբերող ցանկացած հարց պետք է քննարկվեր ազգային ժողովում։ Իշխող քաղաքական ուժը խնդիր ունի կազմաքանդել Ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունները, հնարավորության չափ որոշ պատգամավորներ վերցնել իրեն եւ ապահովել համնարական մեծամասնություն, ապագայում հանրաքվեն անցկացնելու համար։ Պաշտպանական կողմը հիշեցնում է նաեւ, որ նախորդ դիմումի դեպքում հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր արձանագրել, որ իրավասու չէ նման հարցով որոշում կայացնել։ Ըստ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների տվյալ իրավիճակում ԿԸՀ-ի մոտեցումը հակասում է իր իսկ նախկին դիրքորոշմանը եւ առաջացնում իրավական հարցեր։ Նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը մի քանի շաբաթ առաջ ուներ լրիվ այլ դիրքորոշում, այսօր ունի այլ դիրքորոշում եւ դրան նախորդել էր կարծես Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեության ակտիվացումը։ Ի պատասխան այս պնդումների ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել էր, որ պատգամավորական մանդատների բաշխումը դեռևս չի նշանակում պատգամավորական լիազորությունների ստանձնում։ Նրա խոսքով պատգամավորների լիազորությունները ուժի մեջ են մտնում ազգային ժողովի առաջին նիստի գումարումից հետո։ Սոցիալ-տնտեսական վիճակը վատանում է, սոցիալ-տնտեսական վիճակը ավելի կարող է վատանալ եւ դու պրոֆիլակտիկ ձևով կալանավորում ես ընդդիմադիր երկու խորհրդանական խմբակցությունների հնարավոր ղեկավարներին, դրանցով իսկ մի դեպքում Նարեկ Կարապետյանի դեպքում նաեւ Ուժեղ Հայաստան, այսինքն Դաշինքի ղեկավարին փաստացի ես բայդրությամբ, հիմա գերվածող Ետեմքի եւ ղեկավարին, դու դրանցով կանխում ես նրանց հնարավոր ուրեմն մասնակցություն սոցիալական այդ շարժումները կազմակերպելու գործում։ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթն ըստ դատախազության հրապարակած տեղեկությունների վերաբերում է հավաքներին մասնակցելուն հարկադրելուն եւ առանձնապես խոշոր չափի փողերի լվացմանը։ Պաշտպանական կողմը չի ընդունում մեղադրանքները, դրանք համարելով քաղաքական հետապնդում։ Սա քաղաքական աբսուրդ է, սա քաղաքական հետապնդում է, սա քաղաքական թատրոն է ուղղված
Բացառապես Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելուն, ազգային ժողովում իր գործունեությանը միջամտելուն։ Ինքը Նարեկ Կարապետյանը եւս հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվող գործընթացը քաղաքական հետապնդում է։ Նա չի բացառել, որ առաջիկայում ընդդիմադիրների նկատմամբ կարող են հարուցվել նոր քրեական գործեր։ Հայաստանում վերջի ժամանակներում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելը արդեն իսկ հանցագործություն է եւ ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն, քանի որ քաղաքական հայտ ներկայացնելը, երկիրը ավելի լավ պատկերացնելը, ավելի լավ երկրի ապագան տեսնելը արդեն իսկ հանցագործություն է համարվում այսօր Հայաստանում։ Սակայն սա հենց այն որոշիչ բանն է, քննությունն է, որը տարանջատում է այն մարդկանց, ովքեր պատրաստ են գնալ այդ բարդությունների եւ այն մարդկանց, ովքեր ամեն բարդությունից խուսափում են։ Դատախազությունը հայտնում է Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը եւ 1 միլիարդ դրամ գրավը։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Աբովյան քրեակատարողական հիմնարկ, որտեղ առանձին զրուցել է Արեգնազ Մանուկյանի հետ։ Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ դատարանի կիրառած հաղորդակցության սահմանափակման պատճառով չի կարողանում խոսել իր անչափահաս դստեր հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է, որպեսզի վերանայեն որոշումը։ Իսկ իրավապաշտպաններն ահազանգ են հնչեցնում, որ խնդիրը մեկ անձով չի սահմանափակվում։ Նրանց պնդմամբ հետընտրական շրջանում կալանավորված ընդդիմադիր մի քանի գործիչ, այդ թվում Ավետիք Չալաբյանը, ևս զրկված են իրենց անչափահաս երեխաների հետ շփվելու հնարավորությունից։ Մանրամասները ռեպորտաժում։ Հետընտրական շրջանում կալանավորված ընդդիմադիր գործիչների պաշտպանները նորահազանգ են հնչեցնում։ Նրանք պնդում են Արեգնազ Մանուկյանին եւ Ավետիք Չալաբյանին թույլ չեն տալիս շփվել իրենց անչափահաս երեխաների հետ։ Իրավապաշտպանների գնահատմամբ նման սահմանափակումներով կալանքը կարող է վերածվել ոչ թե խափանման միջոցի, այլ լրացուցիչ պատժի։ Այդ արարքով, այդ քայլով, այդ սահմանափակումով կարելի ասել բաժի է վերածվել այլևս արդեն գալանքը, որովհետև ոչ մի պարագայում իրավական հիմնավորում չի կարող տրվել, թե ինչու կարող է 12-ամյա երեխան չպետք է շփվի իր մայրիկի հետ կամ նույն Չալաբյանի պարագայում։ 5 իրավապաշտպանների տարածած հայտարարության համաձայն անկախ քրեական վարույթի հանգամանքներից ծնողի եւ երեխայի շփման իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է ունենա հստակ իրավական հիմնավորում։ Նրանք ընդգծում են, կալանավորումը չի նշանակում, որ անձը զրկվում է ընտանիքի անդամների, այդ թվում անչափահաս երեխաների հետ կապ պահպանելու իրավունքից։ Յուրաքանչյուր դեպքում անձի իրավունքի սահմանափակումը պետք է բխի գործի փաստական հանգամանքներից եւ ունենա իրավական հիմքեր։ Անձի հաղորդակցության իրավունքը սահմանափակվում է, որպեսզի տվյալ անձը այլ անձանց միջոցով միջնորդավորված եղանակով չազդի վարույթի վրա։ Հիմնականում այդ գործիքակազմը օգտագործվում է կանխարգելելու համար այլ անձանց վրա հնարավոր բացասական ազդեցության հանգամանքը։ Բայց եթե մենք սրա համատեքստում դիտարկում ենք անչափահաս երեխաների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակում, ապա տեսնենք, որ ամենևին սրա մեջ չի ընդգրկում այն ինչի մեջ, որ ես ասեցի։ Իրավապաշտպանը հարց են բարձրացնում, եթե կալանքը նախատեսված է վարույթի բնականon ընթացքն ապահովելու համար, ապա ինչ իրավական հիմքով է սահմանափակվում կալանավորված ծնողի շփումն իր երեխայի հետ։ Եթե վիճակագրություն նայենք, ուսումնասիրենք, ամեն դեպս ես որպես փաստաբան չեմ լսել, որ որևէ ոչ քաղաքական գործով նման սահմանափակում կիրառվի։ Եվ պարզ է, որ այստեղ արդեն այդ քայլով հավելյալ ճնշում եւ հավելյալ ազդեցություն է եւ ինչու՞ չէ նաեւ վրեժխնդրություն է երբեմն նշված անձանց նկատմամբ, ովքեր կալանավայրում են գտնվում, պատկերացրեք այդ անզոր վիճակը ծնողների, որոնք չեն կարողանում իրենց անչափահաս երեխաներին տեսնել։ Միջազգային իրավական չափանիշներով ազատությունից զրկված անձի ընտանեկան կապերի պահպանումը հիմնարար իրավունք է։ Մարդու իրավունքի եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ կալանավորված լինելն ինքնին չի վերացնում անձի ընտանեկան կյանքի իրավունքը։ Եվրոպական բանտային կանոններով եւս նախատեսված է, որ ազատությունից զրկված անձինք պետք է հնարավորություն ունենան պահպանելու կապը ընտանիքի հետ, իսկ այդ իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է լինի օրենքով հիմնավորված, անհրաժեշտ եւ համաչափ։ Իսկ երբ խոսքը վերաբերում է անչափահաս երեխաներին, միջազգային չափանիշներով առաջնահերթ պետք է հաշվի առնվի երեխայի լավագույն շահը։ Այլ բան ասենք, երբ անձը մեղադրվում է 2 եւ ավելի անձանց սպանության մեջ, անգամ այդ դեպքում նախաքննության ամենավաղ փուլից անգամ անձի հաղորդակցությունը ընտանիքի անդամների հետ չի սահմանափակվում։
Այսինքն սա պետք է ունենա լուրջ հիմքեր, լուրջ փաստական հիմնավորումներ, որ անձը կարող է միջնորդարված եղանակով ազդել այլ անձանց վրա, բայց անգամ եթե այդ հիմնավորումը առկա է, դա ամենևին չի նշանակում, որ անձը այդ գործողությունը կարող է իրականացնել իր անչափահաս զավակների միջոցով։ Իրավապաշտպանների գնահատմամբ հատկապես անչափահաս երեխաների դեպքում ծնողի հետ շփման սահմանափակումը կարող է հոգեբանական ծանր հետևանքներ ունենալ։ Իրավապահ մարմինները նախկինում հայտարարել են, որ նման սահմանափակումները պայմանավորված են կոնկրետ քրեական վարույթների հանգամանքներով եւ կիրառվում են օրենքի շրջանակում։ Իրավապաշտպանները սակայն պնդում են, ծնողի եւ երեխայի շփման իրավունքը չի կարող սահմանափակվել առանց հստակ իրավական հիմնավորման։ Հայտնի է, թե ովքեր են լինելու ազգային ժողովի Հայաստան խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խմբակցության անդամների հանդիպում, որի ժամանակ էլ խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։ Տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի և մյուսների գործի վերաբերյալ դատական նիստը։ Չնայած նիստը մեկնարկել էր, սակայն ոստիկանությունը դեռևս չէր գնացել Բագրատ Սրբազանի կեցավայր, նրան դատարան ուղեկցելու համար։ Սրբազանը տեսազանգով կապվել է պաշտպանների հետ։ Այստեղ են, դե չգիտեմ, շատ էլ լրագրողներ կան, հիմա հարցնում են այս ՄԱԿ-ի հետ կապված։ Այդպես։ Հա, ես էլ նստած ՄԱԿ-ին եմ սպասում։ Հա, կարող եմ մի հատ Հովհաննես զանգես, մի հատ պրոբացիա։ Նույն գործի համար մեղադրվող ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի խափանամիջոցը դատարանը փոխել է։ Սարգսյանին մեղադրում են ահաբեկության և իշխանության յուրացման նախապատրաստման համար։ Նա 2025 թվականի նոյեմբերի 13-ից գտնվում էր տնային կալանքի տակ, իսկ դատարանը որոշել է այն փոխարինել վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։ Սակայն տնային կալանքից առաջ մոտ 5 ամիս եղել է կալանավայրում։ Զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան համար մեղադրվող 2 զինծառայողներին կալանավորել է։ Սակայն իրավական այս որոշումից հետո էլ բազմաթիվ հարցեր շարունակում են անպատասխան մնալ։ Ինչպես նորմալ ընթացող ծառայությունն ավարտվեց ողբերգությամբ և այս կալանավորումները կտան արդյոք Նարեկի ընտանիքին ամենակարևոր հարցի պատասխանը։ Իրականում ինչ է տեղի ունեցել։ Մեր նկարանող խումբն այսօր եղել է Նարեկի ծննդավայրում։ Դիտենք Անիա Բաղյանի ռեպորտաժը։ 21-ամյա զինծառայող Նարեկ Թորոսյանի տանը Բաքում թաղամասում սուք է։ Հարազատները, հարևաններն ու իր մասին ուղակի լսած մարդիկ նույն բանն են ասում։ Չկար նրա պես։ Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ քննություն է անցկացվում եւ հարազատները, բնակչությունը սպասում է քննության արդյունքներին հասկանալու թե ինչ է տեղի ունեցել։ Զուգահեռ մամուլը գրում է. վերջին 7 ամսվա ընթացքում սա 8-րդ դեպքն է։ Ինչ պատճառներ են նշվում, ինչ համակարգային խնդիրներ բարձրաձայնվում եւ լուծումներ առաջարկվում նման դեպքերը կանխելու համար։ Խելոք, համեստ, դրական, հիմնականում դրական են խոսում իր մասին։ Հայաթում էլ ասենք լսել եմ, որ ասենք դրական են խոսացել իր մասին։ Մերը շատ լավ կին է, աղջիկը, մեծ աղջիկը շատ լավ ազնվորություն է, բարի, ինչ ասեմ, շատ լավ ընտանիք են։ Իրիկուն ես լսեցի, շատ ափսոսանքով խոսացին, շատ խելոք, լավ երեխա էր, ատենց եմ լսել։ Նարեկի դասընկերոջ մայրը Մարինան նրան բնութագրելիս անընդհատ նույն բառերն է կրկնում։ Հավասարակշռված, բարի, ուժեղ տղա էր մեր Նարեկը։ Խեղդում ենք բոլորս։ Ահա որ դաշան շատ լավ երեխա է, ուղղակի չգիտեմ, ով կարարաներ կամ չգիտեմ, ինչն է պատճառ եղել, բոլորս շոկի մեջ ենք, ահա որ շատ էդի բոլորիս ցավն է։ Հա, անընդհատ գնում ենք, գալիս ենք, կապի մեջ ենք, շատ դաժան է, Աստված չանի, ինչ որ մեկի դուռը էդի նորից կա։ Բայց 2026-ին արդեն 8 ընտանիքի համար եկել ու մնացել է այդ օրը։ Նարեկը ծառայության առաջին ամիսներն անցկացրել է Արմավիրի ուսումնական բրիգադում։ Տիգրան Աբրահամյանը, որ Նարեկի դասախոսն է եղել, պատմում է. ծառայության ընթացքում Նարեկը որևէ խնդիր չի ունեցել։ Մշտապես կապի մեջ է եղել, իսկ վերջին շրջանում նաև արձակուրդում է եղել։ Ուսումնական փուլն ավարտելուց հետո տեղափոխվել է Ճամբարակ։
Փաստացի մեկ երիտասարդի կյանք ընդհատվել է։ Երկուսի կյանքն էլ ըստ էության այսօր բավականին վատ ճանապարհով է գնալու, որովհետև եթե ստացվի, որ ըստ էության տղային ինքնասպանության են դրդել, իսկ հիմա դեռևս քրեական հետապնդում է, դեռևս դատական process չի եղել եւ բնականաբար չեն կարող այս բանին եզրահանգել, թե ինչ է իրականում տեղի ունեցել, իրականում դրդել են կամ մեկ այլ իրավիճակ եղել, այս բանին բնականաբար դժվար է ասել։ Բայց ակնհայտ է, եթե այդ գործով կան ձերբակալվածներ, ապա այդ մարդկանց կյանքն էլ ըստ էության վերածվելու է դժոխքի, որովհետեւ գիտակցել նորմալ մարդուն, որ իր պատճառով որևէ մեկը գնացել է նման քայլի, ինքնին արդեն իսկ բավականին մեծ խնդիր է ցանկացած նորմալ մարդու համար։ Աբրահամյանի խոսքով հատկապես զինծառայողի մարտական հերթապահության անցնելու սկզբնական շրջանում է անհրաժեշտ առավել հետևողական վերահսկողություն եւ ուշադրություն։ Միգուցե հարաբերական առումով սահմանին պատերազմ չկա, բայց ներսում այդ պատերազմը շարունակվում է, որովհետև ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահվան դեպքերը շարունակվում են, ընդ որում այստեղ շատ մեծ խնդրարություն է նաև այն հանգամանքը, որ սա զուտ վերահսկողության բացակայություն էլ չէ։ Գիտեք, հատկապես սկզբնական շրջանում, երբ որ զինծառայողները առաջին անգամ սկսում են մարտական հերթափոխի բարձրանալ, անկախանից սերժանտական կոչումով են, շարքային անձնակազմից են, դրանց նկատմամբ հատուկ պետք է վերահսկողություն իրականացվի։ Ես չգիտեմ հիմա ինձ է ով է դա իրականացում, չնայած այս դեպքը ցույց է տալիս, որ ականհայտորեն չի իրականացում, բայց օրինակ պաշտպանության բանակում երկար տարիներ հատուկ կարգ էր սահմանված բոլոր այն զինծառայողների համար, որոնք առաջին անգամ հերթափոխ էին բարձրանում։ Հուլիսի 21-ի դեպքից 2 օր անց զինծառայողին ազգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայող կալանավորվել են։ Ուղղակի իմ գլխում չի տեղավորում, ինչ բերիչին կարող է եղած լինի նման մարդու հետ։ Այդքան մեկը, ուրիշ բան ասել չեմ կարող։ 2 օրվա ընթացքում ծնողները բազմաթիվ վարկածներ են կարդացել ու լսել մամուլում։ Մեծ այդ զրույցում հարազատները խնդրել են հետևողական լինել, օգնել գործը շուտ բացահայտելու համար, սակայն զերծ մնալ չստուգված տեղեկությունների եւ իրար հակասող վարկածների տարածումից։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հայաստանի ամենահայտնի ճարտարապետական խորհրդանիշներից մեկի Զվարթնոց օդանավակայանի պատմական կլոր մասնաշենքի ճակատագիրը մնում է հարցականի տակ։ Ընդամենը 1 տարի առաջ պետական պահպանության տակ վերցված շենքի վերաբերյալ կառավարությունը նոր գործընթաց է սկսել, որը մասնագիտական շրջանակում մտահոգություն է առաջացրել։ Մի կողմից իշխանությունը խոսում է օդանավակայանի զարգացման եւ արդիականացման անհրաժեշտության մասին, մյուս կողմից ճարտարապետներն ու մշակութային ժառանգության պաշտպանները պնդում են, որ ցանկացած նման որոշում կարող է վտանգել եզակի արժեք ունեցող կառույցի ապագան։ Ինչ է իրականում նախատեսվում Զվարթնոցի հին շենքի համար, Սեդա Կյուրեղյանի ռեպորտաժում։ Զվարթնոց օդանավակայանի խորհրդանշական կլոր մասնաշենքը կարող էր զրկվել հուշարձանի կարգավիճակից։ Հայաստանի կառավարության նախաձեռնություններ Զվարթնոցի հին մասնաշենքը հատուկ պահպանվող հուշարձանների ցանկից դուրս բերելու նախագիծը օրեր առաջ հանրային քննարկման էր դրվել։ Օդանավակայանի կլոր շենքը ընդամենը 1 տարի առաջ 2025-ի օգոստոսին էր ընդգրկվել այդ ցանկում։ 2018-ից ձգձգվող երկար բյուրոկրատական քաշքշուկների արդյունքում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հիմնավորել էր ցանկում ընդգրկված լինելը խանգարում է շենքի վերակառուցման ու արդիականացման մաստեր պլանի իրականացմանը։ Գտնում ենք, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը որպես տրանսպորտային ենթակառուցվածք նպատակահարմար չէ ընդգրկել վերոնշված ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան, քանի որ այդ հանգամանքը խոչընդոտում է օդանավակայանի զարգացման ծրագրով նախատեսված վերակառուցման եւ գործառնական արդիականացման աշխատանքների իրականացմանը։ 425 միլիոն դրամի ներդրում է ուզում անել պետությունը մաստեր պլանի իրագործման համար, որը օդանավակայանի կոնցեսիոներ Արմենիա միջազգային օդանավակայաններ Փակ բաժնետիրական ընկերության կողմից մինչև այս տարվա հունվարի 31-ը պետք է ներկայացվեր կառավարությանը, սակայն մաստեր պլանը ճիշտ ժամկետում չի ներկայացվել։ Հանրությունն այս ընթացքում տեղյակ չի եղել, ինչ նախագծի մասին է խոսքը եւ ինչ է լինելու շենքի ճակատագիրը։ Զվարթնոց օդանավակայանը հանդիսանում է հայկական մոդեռնիզմի միջազգայինորեն ճանաչված ճարտարապետական գոհար։
առհասարակ կլոր օդանավակայաններ մեր մոլորակի վրա եղել են 7 հատ։ Եվ նույնիսկ այն օդանավակայանները, որոնք որ այսօր ենթադրում չեն սպասարկվում, այդպես է։ Իրենք պահպանվում են պետության կողմից։ Արթուր Թարխանյան կենտրոնը բացասաբար է արձագանքել կառավարության այս նախաձեռնությանը։ Թարխանյանը Զվարթնոց օդանավակայանի ճարտարապետն է եղել։ Երբ օդանավակայանը նախորդ տարի ընդգրկվեց պահպանվող հուշարձանների ցանկում, կենտրոնը նախաձեռնեց կլոր շենքը շահագործելու տարբերակներ, չնչին փոփոխություններով։ Օրենքը ասում է, որ առաջի հերթին նման շենքերը պետք է պահպանվեն եւ օգտագործվեն ըստ իրենց ֆունկցիոնալ նշանակության։ Այսինքն կառավարության որոշումից բխում էր, որ կլոր մասնաշենքը եթե ներառվում է այդ ցուցակում, ապա ըստ օրենքի կոնցեսիոները պիտի ստանար հանձնարարություն այդ մասնաշենքը հետ վերադարձնել շահագործման։ Վերջնական մշակված 3D մոդելը Ղուկասյանի խոսքով դեռ նախորդ տարվանից ներկայացվել է տարբեր ատյանների եւ հանրության դատին։ Մշակվել է իր կնոջ Անահիտ Թարխանյանի կողմից, որը Արթուր Թարխանյանի դուստրն է։ Եթե հիմա մենք այդ հարցին մոտենանք իրավական եւ տնտեսական տեսակետից եւ շահավետության տեսակետից, Զվարթնոց օդանավակայանի կլոր մասնաշենքը վերականգնել ավելի քիչ ներդրում է պահանջում եւ ավելի կարճ ժամանակում կարող է իրականացվել, քան քանդել դա եւ կառուցել նորը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակը սակայն պնդում է, որ նախարարությունը չի պատրաստվում շենքը դուրս բերել հուշարձանների ցանկից։ Մասնաշենքի հարցն էլ ընդգրկված է հենց մաստեր պլանի շրջանակներում, սակայն ուզում եմ ընդգծել, որ հին մասնաշենքը պատմամշակութային հուշարձանների ցանկից հանելու գործընթաց նախաձեռնված չէ, փոխարենը նախաձեռնվել է հին մասնաշենքի փոփոխում, որը ամբողջությամբ պես մաստեր պլանի շրջանակներում է իրականացվելու։ Նախարարությունը հայտնում է, մաստեր պլանը հանրությանը կներկայացվի առաջիկա օրերին, առանց հուշարձանների ցանկից հանելու։ Արթուր Թարխանյան կենտրոնը այս առումով հստակ որոշում ունի։ Այո, եթե կառավարությունը հիմա ձեր հարցի ուղիղ պատասխան տա այս վիճակում, առանց ցուցակից հանելու, փորձի մաստեր պլանը հաստատել, մենք կանգնելու ենք փաստի առաջ, որ պիտի բողոքարկենք կառավարության որոշումը անվավերջանանչելու հայցով մտնենք դատարան, որովհետև այն ակնհայտորեն հակասելու է օրենքին։ Սակայն հին մասնաշենքի շուրջ ծավալվող իրադարձությունները նոր չեն։ Դեռ 2013-ին օդանավակայանը վարձակալած արգենտինահայ Էդուարդո Էրնեկյանի ընկերությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան Զվարթնոցի մասնաշենքը քանդելու առաջարկությամբ։ Հանրային խորհրդի 4 հանձնաժողովները մերժել էին առաջարկը, ներկայացնելով հասարակական կազմակերպությունների ու ավիացիայի մասնագետների հիմնավորումը։ Եթե կլոր տերմինալը չի ուզում կոնցեսիոները շահագործել որպես միջազգային թռիչքների սպասարկման համար տերմինալ, ապա այն կարող է շահագործվել երկրի ներքին թռիչքների ապահովման համար, այն կարող է շահագործվել նաև ռազմական նշանակության գործողությունների համար։ Ղուկասյանի գնահատմամբ կոնցեսիոն պայմանագրի իրականացումը գործնականում վեր է դասվել օրենքի պահանջներից։ Որպես օրինակ նա նշում է այս տարվա հունվարին կոնցեսիոն պայմանագրի մինչև 2067 թվականը երկարաձգումը։ Ի դեպ 2013-ին բացված նոր տերմինալը ըստ երևույթին չի ստացել անվտանգության թույլտվություն եւ ավարտական ակտ, ինչի շնորհիվ կոնցեսիոները խուսափել է ահռելի չափի գույքահարկ վճարելուց։ Սեդա Գյուրեղյան, Մեհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ ԱՄՆ-ն առաջին անգամ B1 հեռահար ռմբակոծիչ է կիրառել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտներին հարվածելու համար։ Axios-ը գրել է, որ ինքնաթիռը օդ է բարձրացել Մեծ Բրիտանիայում գտնվող ավիաբազայից։ Հարվածների պատճառով Իրանում 53 մարդ է զոհվել։
Միացյալ Նահանգները մեծացնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, զորքեր և սարքավորումներ տեղափոխելով տարածաշրջան Իրանի դեմ իր ռազմական գործողության հնարավոր ընդլայնման նախապատրաստման նպատակով։ Wall Street Journal-ը գրել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի բազաներից Մերձավոր Արևելք են տեղակայվել հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներ։ Այս ամենը կարող է վկայել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի դեմ ռազմական գործողություններն ընդլայնելու մտադրության մասին։ Ֆրանսիայում հունիսի 17-ից հուլիսի 2-ը տևած շոկի ալիքի ընթացքում գրանցվել է 5764 մահվան դեպք։ Այս ցուցիչը 36%-ով ավելի բարձր է այդ ժամանակահատվածի համար կանխատեսված մահացության մակարդակից։ Մահացածների մոտ 2/3-ը 75 տարեկանից բարձր անձինք են։ Մասնագետները զգուշացնում են, որ կլիմայի փոփոխության պայմանում նման շոկերը կդառնան ավելի ու ավելի տարածված։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Միջազգային քաղաքական օրակարգում ուշադրության կենտրոնում են ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ քննարկել է նախագահ Սի Ցзինփինի սեպտեմբերին սպասվող այցի նախապատրաստությունը։ Ռուբիոն հանդիպումը գնահատել է դրական եւ նշել, որ թեև Վաշինգտոնի եւ Պեկինի միջև տարաձայնություններ կան, կողմերը փորձում են դրանք կառավարելի պահել եւ միաժամանակ գտնել գործակցության հնարավոր ուղղություններ։ ԱՄՆ-ն դիվանագիտական շփումներ է ունեցել նաև պաշտոնական Մոսկվայի հետ։ Մանիլայում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննարկել են երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի պայմանների կարգավորման հարցը։ Զրույցի ընթացքում անդրադարձել են նաև միջազգային օրակարգի մի շարք թեմաների, այդ թվում Պարսից ծոցում տիրող վիճակին։ Ռուսաստանի տարբեր շրջաններ հերթական անգամ ենթարկվել են ուկրաինական անօդաչուների հարձակումներին։ Ղրիմում ըստ Մոսկվայի զոհվել է 1 մարդ, ևս 4-ը վիրավորվել են, նրանց թվում 2 երեխա։ Ռուսական կողմի տվյալներով գիշերվա ընթացքում ոչնչացվել է 223 ուկրաինական անօդաչու։ Ռուսաստանը շարունակում է բախվել նաև ներքին մարտահրավերների, չնայած երկրում վառելիքի պակասին եւ բենզինի գների աճին, նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցնում է, որ ստեղծված դժվարությունները ժամանակավոր են եւ չեն ազդի երկրի տնտեսական զարգացման վրա։ Միջազգային քաղաքականության մյուս կարևոր ուղղությունը շարունակում է մնալ Մերձավոր Արևելքը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունների շարունակությունը չի բխում կողմերից ոչ մեկի շահերից։ Նա նաև հերքել է պնդումները, թե Ռուսաստանն ու Չինաստանը զենք են մատակարարում Իրանին։ Վաշինգտոնից հնչում են հնարավոր պայմանավորվածությունների մասին հայտարարություններ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով Իրանը ցանկանում է համաձայնության հասնել Միացյալ Նահանգների հետ, սակայն դեռ պատրաստ չէ վերջնական գործարքի, թեև այդ պահը ըստ Թրամփի մոտ է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի դեմ ցանկացած հարձակում, այդ թվում ենթակառուցվածքների թիրախավորումը կստանա հզոր եւ վճռական պատասխան։ Արաղչին ընդգծել է, որ Իրանի դեմ ուղղված ցանկացած ագրեսիա անպատասխան չի մնա, իսկ հարձակմանը նպաստող կողմերը եւս պատասխանատվություն կկրեն դրա հետևանքների համար։ Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի վաղը ժամը 12-ին, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։